3000 տարի առաջ Էլայի հովտում Իսրայելի արքա Սավուղն ու նրա ընտիր զորքը 40 օր շարունակ քարացել էին դաժան սարսափից։ Նրանց դիմաց կանգնած էր փղշտացի հրեշը, Գողիաթը, ով ծածկված էր հարյուրավոր կիլոգրամներ կշռող բրոնզե զրահով։ Նա ստվեր էր գցում ողջ հովտի վրա, ծաղրելով եւ ոչնչացնելով մի ամբողջ ազգի արժանապատվությունը։ Ոչ մի պրոֆեսիոնալ զինվոր չէր համարձակվում դուրս գալ նրա դեմ, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ռազմադաշտ իջավ մի խարտյաշ պատանի, հասարակ հովիվ Դավիթը։ Տեսնելով պատանու վճռականությունը, արքան փորձեց հագցնել նրան իր ծանր ոսկեզոծ զրահը, բայց Դավիթը հրաժարվեց, քանի որ ուրիշի վախերն ու պաշտպանությունը միայն կաշկանդում էին իրեն։ Նա իջավ գետակի մոտ, ընտրեց 5 կատարյալ ողորկ քար եւ իր հովովական պարսատիկով դեմ դուրս եկավ Մահվանը։ Երբ Գողիաթը տեսավ անզեմ պատանուն, նա գոռաց ծիծաղից, խոստանալով նրա մարմինը տալ գիշատիչներին, բայց Դավիթը չընկրկեց։ Նա հասկանում էր, որ իսկական հզորությունը զենքի մեջ չէ, այլ մտքի կենտրոնացման եւ բացարձակ հավատքի։ Նա պտտեց պարսատիկը եւ արձակեց քարը։ Քարը սուլելով ճեղքեց օդը եւ աներևակայելի ճշգրտությամբ խրվեց հսկայի ճակատին։ Անպարտելի թվացող խավարը փլուզվեց։ Գողիաթը ծանրությամբ տապալվեց հողին, ապացուցելով ողջ մարդությանը, որ ամենամեծ եւ անհաղթահարելի արգելքներն անգամ փշրվում են մեկ ճշգրիտ եւ անվախ հարվածով։